Մի շարք ձեռնարկություններում ստուգումներից հետո Ռոսելխոզնադզորը արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը։ Հուլիսի 14-ից 21-ը մասնագետները ստուգում են անցկացրել նախկինում անասնաբուժական ծառայության երաշխիքներով բացված եւ իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարող հայկական կաթնամթերքի վերամշակման գործարաններում։ Ստուգումը հաստատել է այն նույն խախտումները, որոնք գրանցվել են 2023-24 թվականների ստուգումների ժամանակ։ Նշվում է, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է վարակված անասուններից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ։ Ես գտնում եմ, որ քաղաքական գործոն կա, բայց քաղաքականի զուգահեռ կա նաև իսկապես տնտամթերքի անվտանգության նորմերի պահպանման խնդիր։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ պետություն եւ բացի իր ազգային օրենսդրությունից նաև պետք է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը պահպանի, որոնք նույնպես պահանջում են տնտամթերքի անվտանգության որոշակի նորմեր, համակարգերով այդ վտանգների վերլուծության, կրիտիկական կետերի որոշման կառավարման մոդել ունենան, լաբորատոր ստուգումներ անեն, բայց ես ասեմ, որ կաթնամթերք արտադրողների մի մասը չունի այդ համակարգերը։ 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 643 միլիարդ դրամ, ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106% կատարողական։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 210 միլիարդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերն էլ կազմել են 1 տրիլիոն 576 միլիարդ դրամ։ 2026-ի առաջին կիսամյակի ընթացքում բյուջեն կատարվել է 67.3 միլիարդ դրամ հավելուրդով։ Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Սա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ։ Իրավաբանները Ծառուկյանի գործի մասով ահազանգ են հնչեցնում։ Մեկի շենքի դիմաց անցկացվող հանրահավաքի ընթացքում, որտեղ հարցաքննվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Իրավաբանները շարունակում են պնդել, որ Գագիկ Ծառուկյանի գործով տեղի ունեցող գործընթացները լուրջ իրավական հարցեր են առաջացնում։ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից եւ հարցաքննվել որպես վկա։ Այն բանից հետո, երբ մասնակցել է առերես հարցաքննությանը։ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց գույքի սահմանափակումներին առնչվող այս իրավիճակը կարող է բացասաբար ազդել ներդրումային միջավայրի, սեփականության իրավունքի պաշտպանության եւ Հայաստանի միջազգային իրավական հեղինակության վրա, նշել են հանրահավաքի մասնակիցները։ Սա նշանակում է, որ ցանկացած գործով, որով դու որպես ներկայացուցիչ փաստաբան մասնակցում ես վստահորդիդ հետ կապված որոշակի իրադարձությունների ներկա ես լինում, կարող են զուտ քո վստահորդին զրկել քո պաշտպանությունից, իսկ փաստաբանությունը, ինչպես գիտեք, եթե հանրային պաշտպանի մասին չի խոսքը, անձը ինքն է որոշում, ով իր իրավունքները պաշտպանի։ Զրկում են անձին իր ընտրած փաստաբանի, իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելուց, ինչը իրավական աբսուրդ է, իրավական ամենաթողություն է։ Քաղաքացիները այն մեսիջի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ճանապարհային ոստիկանության անունից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլեկտրոնային փոստը, նշված է հաղորդագրությունում։ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ։ Սա 2021-ին 8-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստին։ Արդյոք մեկ շաբաթից հաջորդ կիրակի իր աշխատանքները սկսող 9-րդ գումարման խորհրդարանի падգամավորներն օրենսդիրի պաշտոնը կստանձնեն ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, թե ոչ։ Պահյա, պահպանյա եւ օրհնյա։ Մայրաթորից տեղեկացնում են, որ մինչ հիմա հրավեր չի եղել։ Այս պայծրությամբ դեռ չենք ստացել։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև խորհրդարանից, սակայն ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ամբողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց զանգերը։ Նույն պատճառով նաև իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հնարավոր չի եղավ դիրքորոշում ճշտել։ Հեռախոսազանգին արձագանքեց միայն падգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով նաև նոր խորհրդարանի փոխնախագահի ՔՊ թեկնածուն է լինելու, սակայն նա էլ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Եթե ամենայն հայոց կաթողիկոսին չհրավիրեն նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, ապա սա կլինի պատմական նախադեպ։ Նորանկախ Հայաստանի ազգային ժողովի բոլոր գումարումների անդրանիկ նիստին վեհապարը մշտապես մասնակցել է հայրապետական իր օրհնությունը բերելով լիազորությունները ստանձնող խորհրդարանականներին։ Որպես կանոն նախկինում սահմանադրական սովորույթով էր, հետո ամրագրվեց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում, որ պարտադիր պետք է հրավիրվի ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիմա եթե
կաթողիկոսին հրավեր չեն ուղարկում եւ նրա մասնակցությունը չի ապահովում Անդրանիկ նստաշրջանի առաջին նիստին, հետեւաբար նշանակում է, որ իշխանությունների կողմից ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը խախտվում է։ Եթե հակաեկեղեցական արշավի մեկնարկից ի վեր սա պարզապես իբրև հայտարարություն էր հնչում, ապա վերջին խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն այն նույնիսկ խոստում է դարձրել ներառել նախընտրական ծրագրում։ Ուրեմն հրավեր մասնակցելու նոր խորհրդարանի առաջին նիստին Մայրաքաղաքի Բաղրամյան 19 պողոտայից ազգային ժողովից մայրաթոր վեհարան չի էլ ուղարկվի, համոզված են ընդդիմադիր դաշտում։ Օրենքը խախտում են քաղաքական պահը բաղադրիչը ավելի բարձր դարձելով իրավական բաղադրիչից։ Իդեր պետքա քաղաքականը բխի իրավականից, այլ ոչ թե հակառակը։ Վեհափառը նոր խորհրդարան գալու հրավեր չունենա, նորընտիր ընդդիմադիր падգամավորները մայրաթոր կգնան ստանալու հայոց հովապետի օրհնությունը։ 30-ից ավելի կրակոց, 20-ամյա զոհ, 15-ամյա վիրավոր ու չպայթած նռնակ։ Հուլիսի 18-ին Մուրացան 109 հասցեում միջադեպն այսպիսի ավարտ ունեցավ։ Մարտաֆիլմ հիշեցնող դեպքից 6 օր անց Երևանի քրեական ոստիկանները հատուկ օպերացիա են անցկացրել Տավուշում։ Ըստ տեղեկությունների կրակոցների գործադրմամբ սպանություն կատարող երկու կասկածյալները դիլիջանում էին, հենց տեղում նրանց վնասազերծեցին։ Կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ նրանք պատրաստվում էին Տավուշի մարզից մեկնել լքել Հայաստանը, մեկնել Վրաստանի սահմանով, որ ասում ժողովրդի լեզվով ասած թռնեին Հայաստանից, բայց Երևանի քրեական ոստիկանության ծառայողների ճիշտ գրագետ օպերատիվ աշխատանքի արդյունքում Երկու կասկածյալները Վահագն Գաբրելյանն ու Արթուր Մխիթարյանը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանություն, դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։ Մելիք գյուղում վերջին ահասարսուր դեպքից ոչ մի կերպ ուշքի չեն գալիս, գյուղացիները չեն հավատում։ 4 ամիս ոստիկանության ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները գյուղի 56-ամյա բնակչուհուն էին որոնում Ռուզանին։ Շաբաթներ շարունակ իրականացվեցին բազմավեկտոր աշխատանքներ, այնինչ պարզվեց օրերս սարսափեցրեց ամբողջ հանրապետությունը։ Պարզվեց, որ որդիները 25-ամյա Էրիկն ու 20-ամյա Էդիկն են կյանքից զրկել Ռուզանին, իրենց մորը։ Հետո դին թաղել են տանեկից կիսակառույց շինության ներսում։ Երկու որդիներն էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ դեպքը բացահայտելու համար Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները շաբաթներ շարունակ հսկայածավալ աշխատանք են կատարել։ Արագածոտնի քրեական ոստիկանները նորից կարող կրկնվեմ վարչության պետ Արթուր Եգանյանի ում ղեկավարությամբ է այդ դաժան սպանությունը բացահայտվել, աշխատանքների արդյունքում փաստերի ճշմարտ տակ սպանվածի երկու որդիները 2001 եւ 2006 թվականին ծնված որդիները փաստերի ճշմարտ տակ խոստովանել են, որ իրենք են սպանել իրենց մորը եւ դին նա որոնվող կնոջ տունն է, տեսնում եք, իսկ տանը կից այս կիսակառույցում են գիշերը իրավապանները որդիների ներկայությամբ փորել եւ մահացած սպանված կնոջ մարմինը այստեղից են դուրս անել։ Գյուղում հիմա ամենատարբեր շշուկներն ու խոսակցություններն են տարածվում, ընդհուպ այն, որ 20-ամյա տղան հնարավոր է առողջական խնդիրներ ունի, բայց սրանք միայն վարկածներ են, իրական պատճառներն ու դեպքերի հաջորդականությունը պարզ կլինի միայն ամբողջական քննության ավարտից հետո։ Ամերիկայի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որոնք անցկացվում են արդեն 13-րդ գիշերն անընդմեջ։ Հարձակման թիրախներն են եղել իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչուների պահպանման վայրերը, կոմունիկացիոն ցանցերը, ափամերձ դիտարկման օբյեկտները եւ Իրանի ծովային ենթակառուցվածքը։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, թե հարվածներն իբր ուղղված են եղել նրան, որ ել ավելի նվազեցնեն այն սպառնալիքը, որը Իրանը ներկայացնում է Հորմուզի նեղուցը հատող քաղաքացիական նավաստիների եւ առևտրային նավերի համար։ Նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած եւ բոլոր վնասները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք Միացյալ Նահանգները ունի իր տրամադրության տակ։ Այս մասին True Social-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հայտարարությունը, ըստ որի Սաուդյան Արաբիայի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համաձայնագիրը պետք է հաստատվի միայն այն դեպքում, երբ Ռիադը միանա Աբրահամի համաձայնագրերին։
Նեթանյահուի գրասենյակից նշել են, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ գործողությունները, ինչպես նաեւ Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների թույլատումը պայմաններ է ստեղծել Իսրայելի եւ արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընդլայնելու համար։ Ինչպես ասել է նախագահ Թրամփը, Սաուդյան Արաբիայի միանալը Աբրահամի համաձայնագրերին պատմական քայլ կլինի դեպի խաղաղություն Մերձավոր Արևելքում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի այն հայտարարությունը, որ Միացյալ Նահանգներում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին եւ բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։ Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը չկապակցված ապագա պահանջների համար վճարելու նպատակով վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն, երբ կառավարությունները սովորական դարձնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվները անվտանգ չեն լինի։ Հետագա քաոսը գեղեցիկ կամ խաղաղ չի լինի։ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղում այրվել է Վայլբերիսի խոշոր պահեստներից մեկը, 3 մարդ է տուժել, ժամանակավորապես դադարեցվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող 2 լոգիստիկ համալիրների աշխատանքը։ Հարվածներ են հասցվել նաև Տվերի եւ Սիմֆերոպոլի Վայլբերիսի կենտրոններին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվել են անօթաչուների եւ նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։ Ֆրանսիայում հուլիսի կեսերի դրությամբ անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42,000 հեկտար, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկումների 20 տարվա ընթացքում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022-ին։ 26 թվականի հրդեհների տարածքը արդեն զգալիորեն գերազանցում է ամբողջ 25 թվականի ցուցանիշը։ Խոշորագույն հրդեհներից մեկը մոլեգնում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, որտեղ արդեն տարհանվել է մոտ 20,000 մարդ։ Հրդեհի մակերեսը մոտենում է մոտ 5,000 հեկտարի։ Վրաստանի ամբողջ տարածքում անցած գիշեր էլեկտրամատակարարումը 1 ժամով ընդհատվել է, դրա պատճառով դադարել է նաև ջրամատակարարման պոմպակայանների աշխատանքը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, խաթարման պատճառը Վրաստանի եւ Թուրքիայի էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարն է եղել։ Վրաստանի պետական էլեկտրահամակարգի ներկայացուցիչները շտապել են հերքել այդ պնդումները։ Վթարի ճշգրիտ պատճառները պարզվում են։ Էներգամատակարարումը վերականգնվել է Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում։ ԱՄՆ Սենատի առևտրի կոմիտեն հավանություն է տվել այն օրինագծին, որը նպատակ ունի խստացնել սահմանափակումները չինական կապիտալի մասնակցությամբ ավտոարտադրողների համար։ Նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կարող է անդրադառնալ նաև գերմանական Mercedes-Benz ընկերությանը, հաղորդում է Reuters-ը։ Mercedes-Benz-ն իր հերթին նշել է Միացյալ Նահանգներում իր գործունեության զգալի ծավալը եւ հայտարարել օրենսդրության պահանջները հաշվի առնելու պատրաստակամության մասին, միաժամանակ պահպանելով աշխատակիցների, գործընկերների եւ հաճախորդների շահերը։ Սենց ասում 2-3 կիլոմետր գնում։ Շիրակի փողոցում վնասված խողովակ կա, ինչի պատճառով դիտահորը նստվածք է տվելու խմելու ջուրն աննպատակ հոսում է։ Մի մասը ասում է կոյուղի, մի մասը ասում է խմելու ջուր, բայց երկուսն էլ ասում են, որ արդեն մի քանի օր է այս վիճակում։ Ինչպես Վեոլիա ջուր, այնպես էլ Շենգավիթի թաղապետարան են բնակիչներն ահազանգել, սակայն խնդիրը այդպես էլ որևէ մեկը չի շտապում լուծել։ Մինչդեռ ջրափոսերի ու նստված դիտահորի պատճառով նաև մեքենաներ են վնասվում։ Միայն ասել են, թե խնդրին տեղյակ ենք, իսկ հետո էլ չեն էլ պատասխանել բնակիչների հեռախոսազանգերին։ Հիմա խմելու ջուրը այսպես գնում կորում արդեն երկրորդ օրն է լրանում ու պատասխանատուները տվյալ դեպքում Վիոլա ջուրը ոչինչ չի ձեռնարկում, ոչ մի աշխատանք չի կատարում վթարը վերացնելու, խմելու ջրի կորուստի դեմն առնելու համար։ Հրապարակումից ժամեր անց քաղաքապետի հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են Վեոլիա ջրի աշխատակիցները վերանորոգել են վթարված խողովակը, որից հետո կատարել են դիտահորի ամրացման աշխատանքներ։ Վիոլան սկսել է օպերատիվ արձագանքել, ինչից առաջին հերթին հենց ինքն է շահում, որպեսզի ժողովուրդը տեսնեն, որ վերջապես կարող են իրենց զանգերին արագ արձագանքի Վիոլա ջուրը, բայց նաև շնորհակալություն պիտի հայտնենք Երևանի քաղաքապետարանին ու Շենգավիթ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատողներին։ Այստեղից առաջ կեղտա ջուրը
Սովունիում շատ կարևոր խնդիր է լուծվել 20 տարուց ավելի գոյողատարից թափվող կեղտաջուրը պատուհաս էր դարձել բնակիչների համար։ Սովունի բնակավայրից դեպի Քանաքերավան տանող ճանապարհին տիրող գարշահոտ ու նաև հակասանիտարական վիճակի մասին մի քանի անգամ այսօր լրատվականն ու Շամշյան կոմը բարձրաձայնել էին։ Անցկացվել են հատուկ տեսնում եք այս ջրախողովակները, որպեսզի ջուրը գոյողաջուրը, կեղտաջուրը չթափվի այս տարածքից։ Այստեղ ավոր վիճակ էր։ Սա առաջ չկար այս խողովակների, ժողովուրդ ջան։ Կեղտաջրերը թափվում ու այս ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ էր։ Հոտն անգամ 300-400 մետրից զգացվում էր։ Հիմա տեսնում եք խողովակները քաշացա, անցկացվածա մի մասը, ինձ տեղեկացրեցին դեռ աշխատանքներ կա, բայց որ աշխատանքների 80%-ը արդեն արվել է այդ կառույցների համագործակցության շնորհիվ, դա փաստ է։ Դրա համար հատուկ շնորհակալություն այդ կառույցներին։ Եվ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը, ՀԾԿՀ-ն, ջրային կոմիտեն, Կոտայքի մարզպետն ու Վիոլիա ջուրը միավորեցին ուժերը։ Համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում խնդիրը լուծվեց։